Ալմատայի գագաթնաժողովը, որ հրավիրվել է, ուղղակի ինֆորմացիա նյութեր, որ վերաբերում է կոնկրետ տեղեկատվական հրավիրվել է, երբ որ Եվրոխորհուրդը եւ միջազգային կազմակերպությունները անհանգստացած էին խորհրդամիությունը քանդվելուց այդ ռիսկերը իջեցնելու համար։ Այսինքն Սովետական միությունը խնդրեմ ուներ Ֆինլանդիայի հետ։ Նույն խնդիրները կար Մերձբալթյան հանրապետությունների հետ, խնդիրներ կար նաև Մերձբալթյան հանրապետությունների միջև, Բելարուսյան խնդիրներ ուներ Լեհաստանի հետ, Ուկրաինան խնդիրներ ուներ եւ Ղրիմի հետ կապված թաթարների հետ եւ կապված Հունգարիայի հետ, այնտեղ Մոլդովյան, Ռումենիայի հետ, գագաուզների հետ, Վրաստանը իր խնդիրներ ուներ եւ ներքին եւ մինչեւ տարածքները, որոնք ձեռքեր բերել, նաեւ Թուրքիայի նկատմամբ Հայաստանը պարզ է նման խնդիրներ կային այլ միջինասիական հանրապետություններում, որպեսզի սառեցվի խորհրդային միության տարածքում իրականացվող գործընթացները հավաքվել էին առայժմ համակերպելու այն տարածքներով, որը կար։ Ընդ որում Արցախի պատվիրակությունը, նույնիսկ Գագաուզիայի պատվիրակությունը եւ իրենց բանաձևերով մասնակցել են, իսկ Ադրբեջանը չի մասնակցել։ Այդ Ալմատային։ Հիմա ինչ վերաբերում է Թուրքմենչայի եւ Գյուլստանի պայմանագրերին։ Ուրեմն եւ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով եւ ռուս-պարսկական պատերազմի հետևանքով առանցքային Նախիջևանի, Զանգեզուրի, Արցախի եւ Շիրվանի տարածքները Արևելյան Հայաստանի եւ Շիրվանի տարածքները հանձնելու համար առաջին պայմանագիրը օրինական ժամանակի միջազգային իրավունքի հիմունքներով կազմվել են այդ երկու պայմանագրերից 1813-1828 թվականից առաջ 1805 թվականի մայիսի 14-ին եւ Գանձակ քաղաքի քուրի ափերից մեկում եւ այդպես էլ կոչվում է Գյուրքչայ, այսինքն Գյուր գետի ափին են ստորագրել Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջև Նախիջևան, Զանգեզուր, Հարևան Հայաստան եւ այդ տարածքները հանձնելու համար։ Այստեղ հիմնականում ռուսական շահերը ներկայացրել է Սիզանովը ազգությամբ ակունքներով հայ եղել, բայց հիմնականում ներկայացրել է կայսրության շահերը։ Իսկ մյուս կողմից Իբրահիմ խանն էր ստորագրում որպես շահի ներկայացուցիչ եւ Շահնազարյանները, Մելիք Շահնազարյանները։ Եվ այսօր մենք պետք է մեր խոնարհումը եւ գնահատականը տանք Սիզյановին, թեև հետագայում Սիզյանովի հետագա կյանքը չի շարունակվել, այնտեղ մենք էլ ենք մեղսակից, բայց Սիզյանովը մի մեծ աշխատանք է կատարել, ձգել է պայմանագրի ստորագրելը, մինչև չունենա մայրաթորի ստորագրությունը։ Ժամանակի ընթացքում Գանձասարի կաթողիկոսը արդեն գործողված է եղել լոռի եւ նրա ստորագրությունը չի կարողացել ձեռք բերի, բայց երկար ժամանակ ոչ միայն մտորելուց ծավալ փնտրունքների մեջ լինելով հանդերձ գտել է arczepiskopos մայրաթորից եւ այդ պայմանագրի մեջ կա նաեւ մայրաթորի ստորագրությունը որպես կողմ Դա շատ հետաքրքիր է, որովհետեւ որպես կողմ դա նշանակում է ճանաչել այդ տարածքների իրավատիրոջը Եվ այնտեղ գրված է, որ հենց Ղարաբաղը ընդմիշտ անկախ է եւ ընդմիշտ անկախել մնում է Ռուսաստանի կազմում։ Այդպես է ձևա։ Կարող եմ ես հիմա այդ միտքը Եթե կարելի է ցիտատ բերեք, որպեսզի Ուրեմն Ղարաբաղը навсегда, из մոտ այդ տեքստն է, թուրքերի հրատարակած տեքստը, հիմքը навсегда переходит в состав России։
Այսինքն Պարսկաստանից այստեղ Ռուսաստանի հարցը չէ։ Բա անկախության հարցը այդտեղ չի երևում, դուք ասեցիք։ Այնտեղ այստեղ կետ կա, ես պայմանագիրը կտամ, եթե պետք է սայթում կդնեք, բոլորը ծանոթանան, եւ Արցախը համարում է, այստեղ չի Նախճեվանին չի վերաբերվում, Զանգեզուրին չի վերաբերվում, Արցախը համարում է անկախ։ Արցախը համարում է անկախ։ Ինքնավար թե անկախ։ Անկախ է այդտեղ գրած։ Պայմանագրի մեջ այն ժամանակվա գործող, այսինքն ոնց որ ժամանակին ներսում մենք ունեինք հայկական մարզ կամ հայկական, այսինքն անկախության ժամանակի միջազգային կոնվենցիայի գործողություններով անկախ է։ Ոնց որ նույնիսկ Ղարաբաղը մելիքությունը լինելով Պարսկաստանի կազմում էլի նույն անկախ, կիսանկախ վիճակում է եղել։ Այդպիսի ստատուսը Պարսկաստանից Արցախի տեղափոխվում է Ռուսաստանին, այսինքն իսկ Մայրաթորի ստորագրությունը կամ այդ ով ստորագրել է հոգևորականներից խոսքը վերաբերում է միայն Արցախի շրջանին, թե ամբողջ Արևելյան Հայաստան։ Արևելյան Հայաստանի, այսինքն եւ Արևելյան Հայաստանը մենք գտնում ենք, որ մտնում է Գադմանքը, հա, մտնում է Արցախը եւ Շիրվանի։ Այդ միացման Արևելյան Հայաստանը Արևմտյան Հայաստանին միանալու ժամանակին Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիան հրատարակել է բոլոր նյութերը, այդ նյութերը այդտեղ կան, պատմության դասագրքերում շրջանցիկ անցնում են այս պայմանագիրը։ Իսկ այս պայմանագիրը այսօր, ասենք, մեր եկեղեցու դեմ իրականացը ոչ թե եկեղեցու Մայրաթոր, ես Մայրաթոր կասեմ, որտեղ Մայրաթորն է հետհանրությունից մինչև այժմ էծագիր արձանագրություններից ներկայացնում մեր ժողովրդի եւ գաղափարները, որովհետեւ ժամանակի ընթացքում դրանք հիմնվել են հերմետիզմի սկզբունքներին, իսկ Խորհրդային Միության տարիներում գաղութացված ժողովուրդները երբեք չեն թույլատրել գաղութացնող ժողովուրդները, որ ծանոթանան գոնե հերմետիզմի էլեմենտար տարրերին։ Այսօր շատ կարևոր է իջեցնել Մայրաթորի ստատուսը, կառուցվածքը, տեղը, դերը, վարքաբեկել։ Ես եկեղեցու հարցեր չեմ ուզում քննարկել, զուտ մեր Մայրաթորը վարքապեկելով նրան, որպեսի այդ նրա իրավունքները, պարտականությունները շատ նվաստացնելով, որպեսի այս պայմանագիրը գլուխ չբարձրացնի։ Շատ լավ, ես ձեր սեղանին տեսնում եմ եւս գրքեր, խնդրում եմ դրանց մասին եւս խոսեք։ Դրանք մեր նախորդ հարցազրույցից առաջ խոսակցության ժամանակ Պաստորեն բանց պարզում է բավական հազվագյուտ գրքեր են եւ հայության մեջ ոչ այդքան հայտնի։ Շնորհակալություն։ Ուրեմն այստեղ դրված գրքերը հիմնականում Մակլերի գրքերն են։ Մակլերը նրա մասին ինֆորմացիան նույնպես ոնց որ շատ չկա, շատ քիչ է, գրքչայի, այսինքն ինֆորմացիան կա, որ Ֆրանսիայում ղեկավարել է հայագիտական կենտրոնը։ Եվ նրանից հետո մահից հետո 34 թվականին եկած նորերը ոչ մի բան չեն արել։ Այսօր շատ ցավալի վիճակ է Փարիզի մեր վարժարանի ֆիզիկական տեսքը նայում ես հայկական գոհարը, որտեղ սովորել են Շարլը, Լեգրանը եւ մնացած նշանավոր բայց դատարկ կիսաքանդ վիճակով, որովհետեւ այստեղ մեծ պայման շատ կարճ կասեմ, պրոբլեմներ առաջանում են մխիթարիստների, պրոբլեմներ առաջանում է տեղական իշխանությունների, քաղաքի իշխանությունների, արդեն թուրքերը այնտեղ 4 դեպուտատ ունեն Սևր քաղաքում, իդեպ վարժարանը այդտեղ է գտնում, նույն իրավիճակն է, ոնց որ հիմա դատական հարց է քննարկում Դերբենտում հայկական եկեղեցու հետ դատական process-ի հետ, պատճառ բռնում են այնտեղ թանգարան է տեղական, որ վթարային վիճակում է եւ հանկարծ եթե էլեկտրամատակարարում կամ կոյու ավելացվի, ուրեմն պրոբլեմներ են լինելու, բայց այդպես մոմի նման մեր վարժարանը հավվում է, իսկ վարժարանում Պստիկյանի arczepiskopos Պստիկյանի մահից հետո արդեն ընդհանուր բացողի վիճակում է
Իսկ մենք հնարավորին հավաքել ենք նյութերը եւ որտեղ հրավիրվել է Սևրի պայմանագիրը, Սևրի վեհաժողովը, Փարիզի վեհաժողովը, իսկ այստեղ առանցքային նշանակությունն է, ես կուզեի, որ բոլորս տեղյակ լինենք, որ Փարիզի վեհաժողովում եւ հետագայում ազգերի լիգայում մեր հարցերը քննարկելուց հիմնական նյութերը ներկայացրել է Մակլերը, պրոֆեսոր Մակլերը։ Բոլոր պետություններին, որոնք ստորագրել են նաև Սևրի պայմանագիրը, ներկայացված բոլոր փաստաթղթերը Մակլերն է ներկայացրել, եւ այսօր մենք պետք է կարողանանք նոր զրուցումենք վերահրատարակել, տեղյակ պահել մեր ժողովրդին եւ հանրությանը, երբ ասում են մենք կադաստր չունենք, հա, այսպես նոր նշեց Չիկ պարոն Հարությունյան, եւ այստեղ գրված է էության մեր պատմությունը ի սկզբանե, ինչպես է մենք ենք ասում, ռևիզիայի ենթարկվել, որովհետև սկզբից Աստվածաշունչն են փոխել, որպեսզի արքանները կապուտարունով կարողանան հետագայում ուղարկել են ինչ արշավանք էր կոչվում խաչակրած արշավանքը եւ այդ խաչակրած արշավանքով արտեֆակտներ են գտնում, տեղադրում, որպեսզի ժողովուրդը նորից հավատա, բայց դրանով էությամբ Հայաստան, հայկական լեռնաշխարհ, թեև հայկական լեռնաշխարհը գործածության մեջ է մտել շրջանառության մեջ 19-րդ դարում, բայց հայկական լեռներ, արարատյան լեռներ, հուրիթներ, այդ դրանց ամբողջ վերլուծությունը եւ հետագայում տոպոնիմների փոփոխությունը, որ արևելյան Անատոլիա, նույնիսկ Արարատյան իշխանությունը, հանրապետությունը որպես արևելյան Անատոլիայի արևելք, դրանց բոլորի բացատրությունը Մակլերի մոտ շատ ծավալուն ներկայացված է, որովհետև այդ երկրները ներկայացնող Փարիզի վեհաժողովի մասնակիցները ընդհանուր գաղափար ունեցել են հենց այս փաստաթղթերի հիման վրա, որը շատ կարևոր է մեր ժողովրդի համար։ Եվ մենք պետք է իրոք Մակլերի հիշատակը վառ պահենք, վառ պահել ինչ է, առաջերտին այսօր ճիշտն ասած առավոտյան որոշեցինք վերականգնենք լրիվ իր կենսագրությունը, թե ինչ մասնակցություն է ունեցել Փարիզի վեհաժողովին։ Ես ուղղակի կխնդրեի, որ մեր հայրենակիցները եւ Ֆրանսիայում եւ այստեղ եւ նույնիսկ կառավարությունում իրենց դեր ունենան մեր ճարտարապետության առաջերտին այդ գոհարը Փարիզի վեհաժողով Սև դպրոցը, հա, ուսումնական հաստատության այդ շենքը փրկելու համար, քանի որ Ֆրանսիայի հետ մենք նոր կապեր ունենք, էությամբ Ֆրանսիայի նախագահի աջ ձեռը համարվում է տուն թանգարանը, որ ունեն Ֆրանսիայի կոմունիստներ են, ձախ հայացների տերեն, բայց ոչ միական նշանակություն չունեն, ինչպես Արագոնի, այո, մենք կոնկրետ հանդիպել ենք, պայմանավորվածություններ ունենք, որովհետև նա մեծ է գնահատել Մարտիրոս Սարյանին, համեմատելով Պիկասոյի եւ այդ Մատիսի հետ ավելի բարձր, Իսահակյանին, Չարենցին, ընդհանուր Բակունցին եւ այդ դիմադրողական այդ հակաֆաշիստական շարժման, որին մասնակցել են նաեւ բացի Միսակ Մանուշյանից, նաեւ Հայաստանից, բոլորս պետք է իմանանք Արբեն Դարփինյանը, եւ այնպես է ստացվել, ես ծննդով Գորիս եմ եւ երկրորդ Գորիսեցին եմ մասնակցել։ Ճիշտ ասած Արբեն Դավթյանի մասունքները տեղափոխվել է, դա նոնսենս է Միսակ Մանուշյանի եւ կնոջ հետ միասին Միլենա այդ Դավթյանի ամենատարիքովն է եղել Հայաստանից, խորհրդային Հայաստանից մեր երկրից գնացած պայքարող, նաեւ Գորիսի շրջանի Վերիշեն գյուղից մի հոգի է մասնակցել, հիմա դրա շուրջն ենք աշխատում։ Միևնույն ժամանակ Իրանի շահի վերջին վարչապետը նույնպես մասնակցել է այդ շարժմանը, դիմադրողական ներկայումս այդ աշխատանքներն է կատարում եւ տուն թանգարանների հետ կապերը այնտեղ աշխատելու համար զուգահեռ կարողանանք նաեւ ներկայացնել Մակլերին, ինչքանով եւ մոտենում է ֆրանսիացիների ներկայությունը Ախտավայում, գիտեք, այդ
մինչև խորհրդային իշխանության հաստատելը մետալուրգիական գործարանները եղել են ֆրանսիացիների սեփականությունը եւ կարող եմ ձեզ տեղեկացնել, որ Ամերիկայի այդ ազատության հուշարձանը որ կա, կառուցվել է Ախթալայի, գնացել, տեսել ենք Ախթալայի պղնձով, բոլորս պետք է տեղյակ եւ որոշակի բաներ նաեւ Ախթալայից օգտագործել են նաեւ Էֆելյան աշտարակի վրա, այդ նյութերը որ հավաքվի կտեղեկացնեմ, ու երկրորդը Կոմիտասի երկու անգամ Փարիզում հայ երաժշտությունը Մելոդիան ներկայացվելու տեղը եւ այլ արդեն ճշտվել է վերջնականապես Փարիզի կոնսերվատորիայում, ֆրանսիական կոնսերվատորիայում այդ նյութերն էլ պատրաստում է։ Դրանք նյութեր են, որ անհրաժեշտ է մեր ժողովրդին իրենց կոդին վերադարձնելու եւ մեր պատմությունը ռևիզիա չընթարկելու համար։